Հայաստանում, Ամերիկայում եմ, բայց գալիս եմ շուտ-շուտ։ Յունոնա Հակոբյանյան, ինչ ասեմ, ես բժիշկ էի Հայաստանում, առաջին AIDS-ի բժիշկն եմ եղել, հիմա Ամերիկայում եմ, փոքր կլինիկ ունեմ, էլի բժշկությունով եմ զբաղվում, շատ հաճախ գալիս եմ Հայաստան, որովհետև պրոյեկտներ ունեմ, որոնց վրա աշխատում եմ և ուզում եմ, որ տարածենք, ուզում եմ, որ լավ լինի մեր հայրենիքը։ Եվ հիմա մասնակցում եք մեր ձևով շարժման։ Այո, և մեր ձևով ես ուզեցի ուղղակի ինքս գամ տեսնեմ, ինչ ձևի մարդիկ են սատարում, ինչ ձևի մարդիկ են ղեկավարում, և շատ ուրախացա և հույսս ոնց որ նորից հետ եկավ։ Տպավորությունը ոնց է ձեր, այսինքն իսկապես հնարավոր է հաղթել, իսկապես հնարավոր է իշխանապողություն և Հայաստանում հաստատել ազգային իշխանություն։ Ինձ թվում է ամենաշատը, ինչ եղավ մեր ժողովրդի հետ, վախը մտավ։ Վախը Թուրքից, վախը Նիկոլից, վախը սրանից, վախը նրանից, մարդիկ այդ վախը նորից ու նորից սկսեցին վերապրելը, նույնիսկ եթե ինչ-որ չափով բան են, այս շարժումով նամանավանդ, ոնց որ այդ վախը գնաց, որովհետև այն մարդիկ, որ բանտում նստած են, չեն վախենում, մենք ինչ իրավունք ունենք վախենալու, եթե բանտում նստածը չի վախենում, ինքը հանգիստ Միքայել Սրբազանը գնաց ինքը հանձնվեց բանտ, ուրեմն մենք չպետք է վախենանք և այդ չվախենալով մենք արդեն հաղթած ենք նրանց, որովհետև նրանք ուզում են, որ մենք վախենանք, նրանք դրանով են հաղթել, եթե այդ վախը չլինի մեր ժողովրդի մեջ չլինի, մենք արդեն հաղթած ենք դրանով։ Ուրիշ բան պետք չի։ Քիչ առաջ հայտարարվեց, որ Սամվել Կարապետյանը, երբ որ արդեն կստեղծվի մեր ձևով շարժումը որպես կուսակցություն, կդառնա որպես կուսակցություն, ինքը լինելու է կուսակցության նախագահը եւ առաջնորդելու է այս շարժումը։ Ինչ կարծիք ունեք այս մասին։ Ես գիտեք ինչ, զարմացած եմ մեկ-մեկ լինում, երբ որ մարդիկ ասում են Քրքորյանը այսքան օգնել է։ Սամվել Կարապետյանը, բան չեմ ասում, շատ լավ է, գնահատում ենք, շնորհակալ ենք Քրքորյանին, որ օգնել է։ Սամվել Կարապետյանը 3 անգամ, 4 անգամ ավել օգնել է և դեռ օգնում է ամեն անգամ, ամեն տարի, լավ է լսեցինք սկզբից, չէ, ինչքան որ մարդիկ չգիտեն դրա մասին, ուրեմն մարդը եթե ինքը չի հայտարարում, ինքը ինչ-որ հայտարարություններ չի անում կամ իր մասին չեն արվում, չի նշանակում, որ օգնությունը չկա։ Մենք այնքան բարելավներ, այնքան լավ, բարի մարդիկ ունենք, որ ուղղակի օգնելու համար են օգնում, ոչ թե որ հայտարարվի և ես շատ ուրախ եմ և մյուս բանն էլ լավ է, որ մարդը արդեն ինքը կուշտ է, ինքը իր հարստությունը ունի, ինքը չի գալիս ղեկավարելու, որ ինչ-որ գողանա և ինչ-որ ուրիշ բաներ անի, ինքը իր փող ունի, հակառակը դնում է։ Այսինքն դուք ողջունում եք այդ որոշումը։ Իհարկե ողջունում եմ, իհարկե ողջունում ենք, այո, հա, և շատ լավ, ասենք, ինքը կարա ընտրի, ով կլինի, օրինակ, դիպլոմատիկ մեր հարաբերությունների համար, ուժ երկրների համար, ինքը մենակով չի անելու դա, լավ թիմ կարելի է հավաքել, իհարկե, ինչու չէ։ Կարևորը, որ ինքը ազգային տեսակ է և կհավաքի շուրջը ազգային մտածողության Այո, ամենակարևորը մի բանից եմ վախենում, մեր ժողովրդի մեջ այս վերջերս մտավ շատ ուժեղ մի հատ վատ բան, դա նախանձն է։ Հույսով վաղվա օգտագնացությամբ այդ բանը դուրս կգա, նախանձը ինչով է վատ, հարուստներին չեն սիրում, ու հենց դա կարող է խանգարի, բայց հույսով, որ վաղը օգտագնացությամբ այդ բանը կքանդվի, այո։ Սամվել Կարապետյանի դեպքում մենք ունենք իր քրտինքով հարստացած մարդու, ոչ թե գրփած թալանած։ Ժողովուրդը չի սիրում գրփողներին, թալանչիներին։ Այս դեպքում իրավիճակ է փոխվել։ Եվ ժողովուրդը բամբասանքի շատ է սովորել այս վերջերս, որը առաջ չկար մեր ժողովրդի մեջ։ Փորձենք վաղվա օգտագնացությամբ մաքրել։ Այո, դրանք մաքրել։ Դա համար շատ ուրախ եմ, որ այդ ձևի ձեռնարկություն ինչ-որ կար և առաջարկեցին և ես էլ կհասցնեմ մասնակցել։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։